Տիկին Ավանեսյան մի քանի օր առաջ մի խումբ բուժաշխատողներ բժիշկ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ կառավարության շենքի մոտ էին եւ նամակ հանձնեցին, որպեսզի հանրային լսումներ տեղի ունենա առողջապահության ապահովագրության թեմայով։ Նշվում էր մի շարք խնդիրների մասին, նաեւ որ բուժաշխատողները, բժիշկները 19000 դրամ են ստանում եւ ուզում են վերանայվի այդ մոտեցումը, ինչպես նաեւ հանրային լսում իրականացվի։ Արդյոք կիրականացվի հանրային լսումներ եւ ինչ կասեք նրանց բարձրացրած հարցերի հետ կապված։ Ուրեմն տեսեք, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առաջի ամսվա տվյալներով մենք ունենք եւ հիմնականում աշխատավարձերի նույնաչափ կամ ավելացումներ, ունենք որոշ ուղղություններով, որ այն նեղ մասնագետները, ովքեր մինչեւ հիմա ստանում էին ֆիքսված աշխատավարձ եւ ապահովագրական բարեփոխման շրջանակներում պետք է այցեր ունենան եւ ըստ խորհրդատվության փոխհատուցվեն եւ սա էլ նպատակուղղված է, որ այն բժիշկները, ովքեր շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն ունենան, ավել վարձատրվեն։ Այդ ձևաչափի փոփոխությունը որոշակի ուրեմն ժամանակավոր բաներ է բերել, կարիք, որպիսի եւ ձևակերպումների հստակեցման եւ աշխատանքի ձևաչափի փոփոխման առումով ես կարծում եմ, որ այդ մի շարք մի որոշ ուղղությունով հարցերը առաջիկա ամսվա ընթացքում կլուծվեն, բայց ես նաեւ հիմա երբ որ ամփոփենք փետրվար ամիսը կհրապարակեմ եւ դուք կտեսնեք, թե օրինակ վիրաբուժական մասով, օրինակ ընտանեկան բժիշկները, թերապևտները նաև հիվանդանոցային օղակում աշխատավարձերի ինչպիսի դրական փոփոխություններ են եղել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ կվերանայվի բժիշկների աշխատավարձը եւ մեծ ծավալ ունեցող աշխատանքը ենթադրենք հերթեր է սպասարկում ու 19000 դրամ գումար չի ստանա, այլ ավելի բարձր։ Տեսեք, հերթեր սպասարկող նեղ մասնագետը, նորից եմ կրկնում, այցերի ճիշտ գրանցման պարագայում բավարար փոխհատուցման չափ է ստանալու եւ ես ինչպես ասեցի, առաջիկայում նաեւ մեխանիզմը ավելի մանրամասն կներկայացնեմ, որ տեղեկացվածություն լինի։ Այո, տեղյակ եմ, որ այդ մեր 3 բուժաշխատողները այցելել են ազգային ժողով, բայց ես ձեզ ասեմ, որ ես ամենօրյա շփման մեջ եմ եւ բժիշկների հետ եւ մասնագիտական հանրության հետ, ասոցիացիաների հետ եւ տնօրենների հետ եւ ըստ էության մենք ինքներս այդ առաջնակի ինֆորմացիան ամեն օր հավաքում ենք, վերլուծում ենք եւ հասցեական, եթե խնդիրներ կան, ամեն մասնավոր դեպքով հասկանում ենք ինչն է խնդիրը եւ առաջիկայում էլ ինչպես ասեցի, կտեսնենք, որ փոփոխվելու է։ Հանրային լսումների կարիք դուք տեսնում եք, արդյոք կլինի նրանց այդ։ Ամեն օր հանրային լսումների շրջանակում եմ ես դա եմ ասում։ Երեկ էլ մենք հասարակական խորհրդի ունեինք նիստ, հասարակական կազմակերպությունները ներկայացված էին, բայց այդ հարցը չբարձրացրեցին։ Շատ հետաքրքիր է։ Տիկին Ավանեսյան եւ on-line տաքսու վարորդները բողոքի ակցիա արեցին եւ ասեցին, որ իրենք ցանկանում են օգտվել առողջապահության ապահովագրության համակարգից, դուք անդրադարձել եք դրան, արձագանքելով, նշելով, որ կքննարկվի հարցը։ Հիմա սպասում են ըստ էության կոնկրետ պատասխանների եւ ասում են երկար ժամանակ չլինի, էլի հնարավորինս սեղմ ժամկետում իրենք էլ կարողանան օգտվել այդ ծրագրից։ Հիմա ինչ ուսումնասիրություն արվում, ինչ փուլում է այդ խնդիրը։ Ես նախ ուզում եմ արձանագրել եւ ուրախությունս հայտնել, որ առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումը այնպիսի դրական արձագանքներ է գրանցել, որ մեր այն քաղաքացիները, ում ներգրավման շրջափուլը ավելի հետագայում պետք է լիներ, նախաձեռնում են եւ ուզում են շատ ավելի շուտ միանալ ապահովագրության համակարգին։ Սա շատ դրական արձանագրում է։ Իհարկե մենք որոշակի ժամանակ պիտի հատկացնենք հաշվարկներ իրականացնելու, հասկանալու համար, թե անձանց թիվը ինչքան է եւ նրանց համակարգին միանալու ձևաչափը ինչպես պետք է լինի։ Այդ աշխատանքները հիմա ընթանում են քննարկումները։ Մենք էլ անմիջական կապի մեջ ենք, իհարկե, մեր գործընկերների հետ։ Ըստ էության առաջիկայում նաեւ իրենց կհրավիրենք այս ընկերություններին, ովքեր որ գործատուներ են, հասկանալու ինչպես կարող ենք հնարավորության դեպքում ավելի շուտ ընդգրկել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։